շատ հետաքրքիր մի բան ասեմ ձեզ։ Մի քանի օր առաջ ընկերոջս երեխայի կնունքներ, իր բալիկների կնունքներ եւ եկեղեցում դե ես էլ էի այնտեղ քահանան խոսում էր մտքի մասին, որ պետք է ձեր միտքը խաղաղ լինի, հանգիստ լինի։ Եվ եկեղեցին առաջարկում է իր գործիքները, չէ, աղոթքը։ Դա նույնպես գործիք է։ Յոգան էլ առաջարկում է իր գործիքները։ Օրինակ շնչառությունը։ Մենք ունենք վեգետատիվ նյարդային համակարգ, որը ունի սիմպաթիկ նյարդային համակարգի բաժինը եւ պարասիմպաթիկը։ Կա նաեւ մետասիմպաթիկ, դա այն ավտոմատ ֆունկցիաներն է, օրինակ ասենք մեր սրտի աշխատանքը, մեր լյարդի աշխատանքը։ Դա մենք չենք կառավարում։ Սիմպաթիկ նյարդային համակարգը գործելու, հա, ինչ որ մի բան անելու, փախչելու, հարձակվելու, պաշտպանվելու ֆունկցիաներն է կատարում։ Պարասիմպաթիկը ինքը կատարում է հանգստանալու, վերականգնվելու։ Այդ դու նշեցիր, որ երբ հանգստից վերադառնում ես, շատ ավելի առույգ ես, շատ ավելի մոտիվացված ես, չէ՞։ Ինչի՞, որովհետև ակտիվացրել ես քո պարասիմպաթիկ նյարդային համակարգը, թուլացել ես, չէ՞։ Հանգստի ժամանակ թուլանում ես։ Թուլանում ես, երբ որ թուլանում ես, պարասիմպաթիկը ակտիվանում է։ Եվ ներդաշնակության ես եկել։ Քո մտքերի դաշտում, քո էմոցիաների դաշտում, քո էներգիաների դաշտում։ Եվ ասա, որ շատ ավելի լավ վիճակում ենք։